Վարձով ապրել, թե հիպոթեք վճարել 20 տարի։ Երբ դու վարձ ես տալիս, դու որոշում ես կայացնում միայն 1 ամսվա կտրվածքով։ Դու գիտես, եթե վաղը կորցնես եկամուտդ, կարող ես տեղափոխվել ավելի էժան տուն, գնալ ծնողներիդ մոտ կամ փոխել քաղաքը։ Քո գլխում դա ծախս է, որից ցանկացած պահի կարող ես հրաժարվել։ Իսկ հիպոթեկը միանգամից ակտիվացնում է կորստի եւ անելանելիության վախը։ Դու քեզ պարտավորեցնում ես 20 տարի անընդհատ լինել նույնքան աշխատունակ, որքան այսօր ես։ Ուղեղը չի տեսնում, որ 20 տարի հետո տունն իրենն է լինելու։ Նա տեսնում է միայն ամենամեծ մղձավանջը։ Իսկ ինչ կլինի, եթե 10 տարի վճարեմ, հետո չկարողանամ։ Արդյունքում մարդիկ ընտրում են վարձով ապրելու ամսական անկայունությունը, որովհետև դա նրանց տալիս է հրաժարվելու իրավունք։ Մինչդեռ հիպոթեկը պահանջում է ամենօրյա վստահություն սեփական ապագայի հանդեպ։ Ըստ քեզ ո՞րն է ճիշտ՝ տարիներով ուրիշին վճարելը, թե սեփական տան համար վճարելը։ Հետևիր էջին փողի հոգեբանությունը հասկանալու համար։